մենք գտնվում ենք, դեռ գտնվում ենք խաչմերուկի վրա։ Ռազմավարական ու պատմական ընտրության առաջ եւ մեր այդ ընտրությունից է կախված մնացած բոլոր հարցերի կապակցությամբ մեր բովանդակային ընկալումը։ Հայաստանը եւ Միացյալ Նահանգները ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին կանոնադրություն կոչվող փաստաթուղթը։ Ամեն համբալ չգա կայնիստ է։ Ամեն իրա գեղի օպելով։ Այն դաստիարակությունը, որ ինքը ինձ է տվել, իր այս խոսացածի մասին չէր, շատ ափսոսում եմ։ Ավելի քան 1 տարի Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված գործով առաջին դատական նիստը կկայանա հունվարի 17-ին։ Տեսանելի, շոշափելի, հստակ քայլերներ տարվեն, դիվանագիտական եւ հանրային այլ բոլոր հնարավոր մեթոդները կիրառվեն միջազգային հարթակում այս հարցը օրակարգային դարձնելու համար։ Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը կերկարաձգվի եւս 2 տարով առաքելության դիտարկման գոտին ըստ պաշտոնական հաղորդագրության տարածվում է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ներառյալ Նախիջևանի հատվածը։ Դուք ասել եք 300 դրամ։ Դուք ասել եք 300 դրամ։ Ժողովուրդը ում շատ լավ տեսել է։ Լավ, այսքան մի ոգևորվեք, Ու հիմա ուզում էի թվային հարթակի միջոցով ավտոբուսի տոմս առնել ու չկարողացա ու շատ նյարդայնացա։ Այս հացադուլը ֆիզիկապես նրան արդեն անդառնալի վնաս է տալիս եւ ուզում ենք խնդրել, որ ինքն իմանա, որ բոլորս սպասում ենք իրեն, սիրում ենք իրեն եւ խնդրեն, որ ուղղակի դադարեցնի հացադուլը։ Թուրքիայի հետ սահմանի մարգարե անցակետը ժամանակավոր բացվեց, հումանիտար բեռը տեղափոխվում է Սիրիա։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը։ Ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է։ Հայաստանը պատրաստ է սկսել խորհրդակցություններ համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Գյումրիում եւ Փարաքարում ընդդիմության ներկայացուցիչները հաղթեցին։ Ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երկել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիրանայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Поздравляю вас с 80-летием победы в Великой Отечественной войне. Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Փաշինյանը վաղ առավոտից Facebook-ում գրառումներ է անում առաջարկում։ Պետությունը պետք է վճռորոշ դեր ունենա կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները ենթարկվեն բարեվարկության ստուգման։ Առայժմ եկել եմ Հայաստան, սակայն անպայման վերադառնալու եմ Թեհրան, քանի որ Թեհրանը Իրանը հայրենիքս է, որը շատ եմ սիրում։ Մի փոքրիկ խմբակ մոռանալով հայոց պատմությունը Վերջին օրերին կառավարության եւ Տաշիր ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի հարաբերությունները կտրուկ լարվել են։ Հեսա շատ արագ հեծա լինելու է պետական սեփականություն։ Ովքեր այդ գործողությունը անում են եւ մարդկանց տիպողաբար ցույց են բերում, տեսեք հետո բան չլինի, հետո չասեն վայ, բա գիտեք եւ այլն, բոլորը ազատվելու են աշխատանքի։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք այս երկիրը։ Մեքենայի շուրջն են հավաքվել։ Աբու Դաբիում 5 ժամ տևած բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն որևէ կոնկրետ համաձայնության մասին չեն հաղորդել։ Կարմիր խաչը դադարեցնում է գործունեությունն Ադրբեջանում։ Սա միակ կազմակերպությունն էր, որ կարողանում էր այցելել Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ պատանդներին։ Պաշտոնական ընդունելությունից հետո այստեղ տեղի կունենան փակ հանդիպումներ Հայաստանի վարչապետի եւ Իրանի նախագահի, ինչպես նաեւ մի շարք նախարարների միջև։
Տրանսպորտից օգտվող եւ չվճարող քաղաքացիները տուգանվում են։ Մեկ շաբաթվա ընթացքում կազմվել է 200-ից ավելի արձանագրություն։ Այո, Նարեկ, մենք ենք որոշում մեր ապագան ու մենք ենք դեսպանները մեր զարգացող Հայաստանի։ Հայաստանն ու Պակիստանը ստորագրել են երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե։ Սերդար Քլեչը ժամանել է Հայաստան, մարգարե անցակետի մոտ նրան դիմավորել է Ռուբեն Ռուբինյանը։ Իշխանության համոզմամբ Արարատի պատկերը ոչ միայն կարող է նյարդայնացնել Թուրքիային, այլև ինչպես ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ձևակերպեց, Հայաստանին վերաբերող կնիքները չպետք է վտանգավոր մեսիջներ ուղարկեն հարևաններին։ Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Ազատություն, հաղթելու ենք, չարը գնալու է, ներքին թուրքին է բռնաբարելու։ Քաղաքացու բերանը ձեռքով փակեցին ու հովանավանքից ուժով հեռացրին, երբ փորձեց բացականչել։ Ստեփան Ասատրյանը նույն ինքը կարգալույց հռչակված Տեր Արամը պատարակ մատուցելու իրավունք չունի։ Ղազախստանից երկաթուղով հացահատիկ է գալիս Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի տարածքով։ Ուր ենք եթում։ Կենտրոնական շտաբ։ Ուր ենք եթում, հələ այստեղենով, Այսենց սաղով եթում ենք։ Արդեն 5-րդ օրն է, ինչ Հայաստանի 6 մարզերի անտառային հատվածներում հրդեհներ են։ Երևանում նոյեմբերի 30-ին մի քանի 100 քաղաքացիներ շնչառական սարքերով եւ դիմակներով երթ անցկացրին։ Խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքը։ Հրաժարականի պահանջի նամակ էին բերել փոխանցելու այս պահին նրանց առաքելությունը ավարտված է եւ նրանք հետ են գնում մայր տաճարից։ Վերցրեք, որ ակերը բացվի։ Ադրբեջանական սոկարի բենզինով բեռնված 22 վագոններով գնացքը Ադրբեջանից այսօր դուրս է եկել եւ ուղևորվել դեպի Հայաստան։